Արմատ մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում 20:00-ին ավարտվեցին Հայաստանում ընթացող ընտրությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների ավարտի մասին, սակայն առ այս պահը 20:00-ից անցել է 40 րոպե, ընտրական բոլոր տեղամասերը չէ, որ փակված են, եւ դա պայմանավորված է նրանով, որ օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին մնալ իրենց ընտրությունը կատարել եւ ընտրատեղամասը կարող է փակվել մինչեւ վերջին քաղաքացին այնտեղից դուրս չգա, միայն դրանից հետո։ Մասնավորապես մենք այս պահին Արմատ մեդիայի հարթակներում հրապարակել ենք տեսանյութ, որտեղ երևում է, որ 8:20:00-ից մի քանի րոպե շուտ ընտրատեղամաս են բերվում զինվորներ տասնյակով եւ նրանք պետք է իրենց քվեարկությունը կատարեն, ինչից հետո նոր կփակվի ընտրատեղամասը։ Սա է պատճառը, որ առ այս պահը կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրություններին մասնակցության վերջնական ցուցանիշը։ Նախ մինչ վերջնական թվի հրապարակումը ես մեր տաղավարում ձեզ առաջարկում եմ լսել Արմատ մեդիայի լրագրող Հերմինե Ղարիբյանին, Հերմինեն եւ մեր մեդիայի մյուս լրագրողներն այսօր ողջ օրվա ընթացքում աշխատել են հայաստանյան տարբեր ընտրատեղամասերում, թե ինչ են արձանագրել իրենք, հիմա կլսենք Հերմինեից։ Հերմինե, բարի երեկո։ Ողջույն աղավնի։ Եվ խնդրում եմ ասես, թե այսօր քո աշխատանքի ընթացքում ինքդ ինչ ես արձանագրել, կարևոր նշումներ ես արել քեզ մոտ, տեսնում եմ, որոնք ես առանձնացրել հեռուստադիտողին եւ Արմատ մեդիայի հետևորդներին պատմելու համար։ Աղավնի, իսկապես ես մեր մեդիայի մյուս լրագրողները, թղթակիցները վաղ առավոտից աշխատում ենք մի շարք ընտրատեղամասերում, ես Երևանում, մեր Ամալյան Առաքելյան, Անժելան Սեթրակյան տարբեր մարզերի տեղամասերում եւ ըստ էության արձանագրել ենք մի շարք խախտումներ, մասնավորապես այս պահին կհիշեմ մեր Ամալյան Առաքելյան Կոտայքում Հրազդանում արձանագրել է, որ Հրազդանի գլխավոր ճարտարապետը տեղամասի մոտ փորձում է ուղղորդել ընտրողներին, իդեպ գլխավոր ճարտարապետը համատեղությամբ նաեւ քաղաքպայմանագրի վստահված անձ է եղել, տեսանյութ էլ կա, մեր Ամալյան փորձում է ճշտումներ անել գլխավոր ճարտարապետից, այն որ ՔՊ-ի վստահված անձինք իրենց այսպես տեր են զգում, հա, տեղամասերում փորձում են ինչ-որ ուղղորդումներ անել, նման ահազանգ ստացա ես նաեւ Երևանում, ավելի ճիշտ տեղամասում գտնվողները պատմեցին, երբ որ մենք ահազանգով տեղամասում էինք, մեզ ասել էին, որ տեղում կուտակումներ են, խոսքը մասնավորապես 6 տեղամասի մասին է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցում, նախապես ահազանգ ստացանք, որ տեղում կուտակումներ են եւ երբ որ գնացինք տեղամաս, մեր աչքով չարձանագրեցինք կուտակումները, բայց մեր գործընկերները մեկ այլ լրատվամիջոցից նախ մեզ պատմեցին, որ իսկապես ահռելի կուտակումներ եղել են եւ դրանք այսպես ասած ցրվել են միայն իրենց ներկայությունից հետո, ավելի ու զրուցեցինք հանձնաժողովի նախագահի հետ, հանձնաժողովի նախագահը եւս մեզ պատմեց, որ կուտակումների դեպքեր իսկապես եղել են, որոշ դեպքերում ինքը խնդրել է ոստիկանին, որ միջամտի ոստիկանը դուռը փակեն եւ այլն կուտակումները այսպես ասած ցրելու համար, այդպիսի խախտումներ ենք արձանագրել, եղել են նաեւ Երևանի որոշ տեղամասերում եղել են նաեւ ուղղորդումների դեպքեր, ընտրողներին փորձել են ուղղորդել, մոտեցնել այսպես քվեախցիկին եւ այլն, ասեմ նաև, որ մենք զրուցել ենք նաև քաղաքացիների հետ։ Ինչ էին ասում Հերմինե քաղաքացիները, նախ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարբերաբար հրապարակող ցուցանիշները ցույց էին տալիս, որ ունենք ընտրողների բավականին աճ եւ մասնակցության բավականին բարձր ցուցանիշ, ինքներդ հնարավորություն ես ունեցել անձամբ քաղաքացիների հետ շփվելու, մոտիվացիան նրանց ընտրատեղամաս բերելու այս դեպքում որն էր։ Այո, աղավնի, իդեպ նշեմ, որ մի քանի տեղամասերում տեսախցիկի առաջ, տեսախցիկից դուրս զրուցելով հանձնաժողովի նախագահների հետ, իդեպ իրենք էլ այսպես նշում էին, որ մասնակցությունը բավականին բարձր է, ակտիվությունը բավականին բարձր է, որոշ դեպքերում ասացին, որ կուտակումները հենց այդ ակտիվ մասնակցության հետևանք են լինում, քաղաքացիների մոտիվացիայի մասին հարցրիր, մարդիկ այսպես ուզում են տեսնել ավելի
զարգացող երկիր, ուզում են տեսնել իսկապես փոփոխություններ երկրում, ասում են, որ հանուն այսպես ստաբիլ, խաղաղ կյանքի են քվեարկել եւ ես տեսանյութ ունեմ, որը քիչ հետո մեր եթերից հետո արդեն մեր հեռուստադիտողները կկարողանան տեսնել եւ հանձնաժողովի նախագահների հետ մեր զրույցները եւ քաղաքացիներից, հա, որոշ փոքր կտորներ եմ առանձնացրել։ Շնորհակալ եմ Հերմինե, շնորհակալ եմ քո աշխատանքի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ նաև հիշեցնել, որ այսօր ողջ օրվա ընթացքում պարբերաբար հարցազրույցներ եւ հարցազրույցներ են տվել հիմնականում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները բողոքելով, որ իրենց վստահված անձինք ԿՊԱ-կան իշխանությունների, նրանց վստահված անձանց կողմից ենթարկվում են բռնությունների։ Համացանցում կան արդեն տեսանյութեր, որոնցից պարզ երևում է, թե ինչպես է օրինակ ԿՊԱ-կան վստահված անձը բռնության ենթարկում, սադրում, սպառնում ուժեղ Հայաստան կուսակցության վստահված անձին, այդպիսի տեսանյութեր Արմատ մեդիան հրապարակել է իր սոցցանցերի հարթակներում, դրանց կարող եք ծանոթանալ։ Առ այս պահը ի դեպ ներքին գործերի նախարարությունից կա արձագանք, որ սպառնալիքների, բռնությունների գործադրման, ընտրակաշառքի բաժանման դեպքով կան կալանավորվածներ եւ ձերբակալվածներ։ Ես այստեղ ուզում եմ նաեւ հիշեցնել Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Արծվիկ Մինասյանի եւ Իշխան Սաղաթելյանի ահազանգը վերջիններս ժամեր առաջ տված ասուլիսում հանդես եկան հայտարարությամբ, ասացին, որ իրենց տեղեկություններով իրավապահ համակարգը ընտրություններից առաջ արժանացել է պետական բյուջեից հսկայական պարգևատրումների ֆոնդի եւ ընդդիմադիր գործիչները իրենց եւ այլ ընդդիմադիրների նկատմամբ իրավապահ համակարգի ագրեսիվ գործելավոճը պայմանավորում էին հենց դրանով։ Այս պահի դրությամբ հարգելի հետևորդներ, մենք դեռ չունենք ընտրությունների վերջնական մասնակցություն, հավանաբար մասնակցության ցուցանիշ, հավանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանք կհրապարակի շատ ավելի ուշ։ Մենք, ես եւ Հերմինեն այսքանով ավարտում ենք մեր աշխատանքը այս տաղավարից։ Ես ձեզ առաջարկում եմ մնալ Արմատ մեդիայի ալիքներում, հետևել ուղիղ եթերներին, հետևել այն ռեպորտաժին, որի մասին ընթացս խոսեց Հերմինեն, եւ նաեւ հետևել ձայների հաշվարկներին։ Բոլոր այն ընտրատեղամասերում, որոնք փակվել են, այնտեղ արդեն իսկ սկսված են ձայների հաշվարկները։ Այսօր այսքանով ավարտում ենք մեր աշխատանքը, կհանդիպենք հաջորդ թիվ։ Արմատ մեդիա։ Բաժանորդագրվեք մեր ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։